Այս թեմայով կխոսենք բոլորին շատ հայտնի վատ մտքերի կամ կմփչուն մտքերի մասին, որոնք մարդուն խանգարում են։ Վատ մտքերը պատահական չեն գալիս և ճիշտ է, մտքեր կան, մենք ենք հորինում, սակայն դա իմացեք, չարից եկած մտքերն են, որոնք մենք ավելի շատ արդիականացնում ենք, քան հորինում։ Այս կյանքում չկան այդպիսի բաներ հոգևոր և նյութական աշխարհում, թեկուզ մատերիայում, որ ոչնչից լինի։ Երբ որ մենք տուն ենք ստեղծում, ինչ-որ բան ենք ստեղծում, ճակերտներում ասած զրոյից, միշտ օգտագործում ենք ինչ-որ նյութ։ Նույնպես էլ հոգևոր կյանքում չկա այնպիսի բան, որ զրոյից ստեղծվի, կամ Աստծո մտքերն են, կամ չարի։ Չարը սողոսկում է դեպի սիրտ։ Եթե Տերը կանչում է մեզ, ապա չարը շշուկով է ասում, որպեսզի կատարենք իր մտքերը։ Եվ մեր գործն է արդեն մտքերը ընդունել, թե չընդունել։ Եթե մենք ասում ենք չենք կարող այդ մտքերից հեռանալ, դա կարելի ասել կեղծ է, քանի որ այնպիսի բան չկա, որ Աստծով չկարենանք։ Ուղղակի արդեն մեր ցանկությունն է, ուզում ենք, թե ոչ։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 7-րդ գլխի 15-րդ համարում գրում է. «Որովհետև ոչ թե ինչ որ կամենում եմ, այն եմ գործում, այլ ինչ որ ատում եմ, այն եմ գործում»։ Այսինքն մտքեր կան, որոնք մենք օրինակ զզվում կամ ատում ենք ինչ-որ մեղք, բայց ելի մտածում ենք, որտեվ իր մեջ ունի գայթակղիչ բաներ։ Ամեն մեկին ինչ-որ միտք է գալիս չարից, տարբեր, մյուսին ծխախոտի հետ կապված, մյուսին այլ գայթակղություններ։ Ինչու՞, որտեվ չարը գիտի ում հետ ինչպես վարվի, իսկն ինչն է մեզ քաշում, փողասերենք փողը եւ այլն։ Օրինակ Բաղի դեպքը մարգարեի, ով որ պետք է անիծեր Իսրայելին, նա օրինակ փողասեր էր, մեկ ուրիշը շնացող էր, եւ այդպիսի վատ մտքեր են գալիս։ Այսինքն բաներ կա, որ մենք չենք կամենում, մեր մարմինն է կամենում, կա հոգևոր, կա մարմնական։ Աստվածաշունչը չարի մտքերը համեմատում է նետերի հետ թունավոր, իսկ այսօրվա արդիական աշխարհում կարող ենք համեմատել նրան փամփուշտի հետ, եւ պետք է ունենալ պաշտպանիչ շերտ, սպառազինություն, որպեսզի մենք մեր պարիսպները հոգևոր կառուցենք Հիսուսով եւ քանդենք չարի պարիսպները։ Նախ պետք է մտքերը հենց ամենասկզբից չընդունել։ Կարճ։ Հիմա կասեք չի ստացվում։ Գիտեմ կարող է այդպիսի բան լինել, սակայն գիտեք ինչու չի ստացվում, որովհետև դուք հետաքրքրված եք այդ մտքերով, կամ էլ մտատանջվում եք, այսինքն վախեր կարա լինեն։ Օրինակ, ես կարամ, բայց չեմ կարող ու այդպիսի այլ մտքեր, բայց արդյոք դա Աստծուն դեմ է, բայց արդյոք նույնիսկ Աստված կա, բայց արդյոք Աստծո խոսքը ճիշտ է, արդյոք այս միտքը վատ է։ Դուք այսպես խորանում եք եւ ավտոմատ այդ մեղքը ընդունում եք կամ այդ միտքը։ Դա համար պետք է նախ առաջին դուք ու մեջ հարցնես. հավատում եմ արդյոք Աստծուն։ Դրական պատասխանից հետո հաջորդը հավատում եմ Աստծո խոսքին, իսկ երրորդը վստահում եմ նրան։ Եվ վստահելով միտքը պետք է միանգամից կտրել։ Դա չստացվող բան չկա, ուղղակի մենք չենք ուզում դա լինի, հետաքրքրված ենք։ Դրախտում ես վստահ եմ, եթե Եվան չմոտենար ծառին, այսինքն հետաքրքրված չլիներ, չէր լինի։ Պետք է փախչել գայթակղություններից, դա Աստվածաշունչն է ասում, ոչ թե կռվել դրա հետ, այսինքն կռվել, այսինքն մտորել, բայց սա սենց է, բայց դա նենց է, այս միտքը, բայց ինչպես կարող է լինել։ Միանգամից իմանալով Աստծո խոսքով պետք է կտրենք, Աստծո խոսքը թույլ է։ Միանգամից չենք ընդունելու։ Կորինթացիների 2-րդ գրքի 2 Կորինթացիների 10-րդ գլխի 4-րդ համարում ասվում է, որ մեր զենքերը մարմնավոր չեն, այլ Աստծո զորավոր բերդեր քանդելու, խորհուրդներ են քանդում, այսինքն բերդերը համեմատում է խորհուրդների հետ, որ չարը մեր մտքում նստվածք է դրել, դրանք Աստծով քանդվում են, Աստծո խոսքով, ու շարունակում է. եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, եւ գերի ենք բռնում ամեն մին Քրիստոսին հնազանդեցնելու համար, այսինքն կարևոր է հենց սկզբից մտքերը ուղղակի չընդունել։ Եթե մենք չմտորենք, չմտածենք դրա մասին, ընկնենք մտքերով, ինչ-որ տագնապներ առաջանան, եթե այդպիսի բան է լինում ու չենք կարող, երկրորդ քայլը հավատով աղոթում ենք, հիշեք վստահությամբ, եթե չենք վստահում Աստծուն, այլ մենք մեր մտքերով ենք ասում, բայց արդյոք այս մեղքը մեղք է կամ բայց ու սկսում ենք ինչ-որ պատկերներ մտածել, չխորանամ, դուք էլ եք հասկանում ինչի մասին է խոսքը։ Դա սխալ է։ Ֆիլիպպեցիս 4 գլուխ 6-րդ համար Տերը մոտ է,
ոչինչ հոգս մի անեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով գոհությունով ձեր խնդրվածները թող հայտնի լինեն Աստծուն։ Այսինքն սա հենց այդ իմաստացն է, պետք չէ այդ մտքի մասին մտածել, այդ կպչուն մտքի մի վայրկյան անգամ չմտածել, այլ աղոթքով թողնել, որպեսզի Աստված նորոգի։ Այսինքն հետևյալն է. մենք պետք է այսպես ասած չբզբզանք, ճակերտներում ասած։ Եթե մենք վստահում ենք Աստծուն, պետք է գանք Աստծո մոտ և Աստված նորոգի մեր միտքը, պետք է իրեն չխանգարենք։ Եթե այս մտքերի մասին մտածեցինք, վախեր ունեցանք, մտահոգություններ ունեցանք, մենք խանգարում ենք Աստծո աշխատանքին, պետք է հանձնենք Աստծուն և չմտածենք։ Ուրեմն հաջորդը ուշադրության շեղում։ Այսինքն, եթե մենք օրինակ վատ մտքեր չմտածենք, բայց մտածենք դրանց գոյության մասին, այսինքն սենց ասենք, պետք է վատ մտքեր չմտածել, վատ մտքեր չմտածել, հետո մենք ենք անելու։ Ինչու՞, որտեվ կենտրոնացրեցինք նրա վրա։ Պետք է չկենտրոնալ, լինել զգոն, բայց ոչ կենտրոնալ դրա վրա։ Պետք է շեղել, այսինքն մտածել դրական մտքերի մասին, այսինքն նորոգվել Աստծով։ Պետք է մտածել այն, ինչ բարի է Աստծո մասին, այսինքն եթե մենք ընդունում ենք Աստծո միտքը, պետք է նայել դուրս շպրտենք։ Դա ոչ թե 4 օրենքով է լինում, այլ Աստծո խոսքը մեզ այնքան է մաքրում, որ դա ավտոմատ դուրս է շպրտվում։ Հիմա ինչ է պետք անել։ Պետք է չմտածել դրանց մասին, ընդհանրապես արհամարհել, պատկերացնենք, որ դրանք այդքան էլ չկան, ինչի մասին մենք մտածում ենք կամ շատ ենք սիրում, կամ մտահոգված ենք։ Դրա համար պետք է դրանց մտքերի մասին չմտածել, այլ նորոգվել, կարդալ Աստծո խոսքը, աղոթել, մարդկանց հետ շփվել, այսինքն բարով փոխարինվել։ Ինչպես Հիսուսն է ասում, որ մի մարդու մեջից դևը գնաց, եկավ տեսավ տեղը դատարկ է, իրենից ավել 7 հատ, եթե կարծեմ 7 հատ էր վերցրեց և մտավ մեջը։ Այսինքն, եթե մենք մեղքը հանենք և չլցնենք Աստծով, դատարկ տեղը ավելի է լցվելու։ Ինչպես ասում է Փիլիպպեցիների նույն 4:8 համարում, այսուհետև եղբայր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պակեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն, թե գոհություն, այն մտածեցեք։ Այսինքն պետք է մտածենք լավի մասին։ Եթե մտածենք լավի մասին, ուրեմն պետք է կենտրոնից դուրս շպրտենք չարը։ Եվ վերջապես ամենակարևորներից մեկը մտքի նորոգությունը։ Սա իմ ասածն է, այն դևերի առակինը։ Պետք է այնպես նորոգվենք, որ ոչ թե ատենք զզվենք չարը դրա համար չանենք, այլ Աստծուն սիրելով ինքնըստինքյան ատենք զզվենք չարը, այսինքն եթե մենք չխանգարենք Աստված նորոգի մեր մտքերը, ինքնըստինքյան ոչ թե ռոբոտացված, ստիպողաբար չենք կարող օրենք պահել, մի օր կպահենք, այլ ի սրտե ատենք ու զզվենք չարը, ոչ թե մարդկանց, այլ չար երևույթը։ Եվ այդտեղ լավ գրված է Հռոմեացիների 12:2 համարում։ Ասում է Պողոս առաքյալը, և մի կերպարանվորվիք այս աշխարհի կերպարանքովը, այսինքն այս աշխարհի մտքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբը, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին և կատարյալը, այսինքն խորենք Աստծո մտքերով և վերջապես Հիսուսը մեզ նորոգի։ Հակոբոս 4:7 համարում ասում է. Արթնազանդեցեք Աստծուն, հակառակ կացեք չարին, սատանային կներեք, և նա կփախչի ձեզանից, մոտեցեք Աստծուն։ Այսինքն պետք է միտքը հենց ամենասկզբից մերժենք և չարը կփախչի, նա ուժեղ չէ։ Պետք է ամեն ինչ վստահել Աստծուն։ Մատթեոս 6:31 համարում ասում է. Ուրեմն հոգս մի անեք ասելով, թե ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք։ Այստեղ այդքան ֆիզիկական կյանքի հետ է կապ ունի, բայց իմ կարծիքով հոգևորի հետ էլ, քանի որ ասում է Հիսուսը մարդ ոչ միայն հացով կսնվի, այլ Աստծո խոսքով։ Այսինքն ինչ պիտի ուտենք, մեր հոգսերը հոգևոր, պետք է տանք Աստծուն։ Ասում են, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը պետք է ձեզ։ Հուսով եմ դուք հասկացաք միտքը, թե ինչպես վատ մտքերից ազատվել։ Դուք մի հատ նայեք Համբոփեսացիների 6:10 համարից սկսած կարող եք կարդալ, ասում է, որ պետք է զորանանք Տերով և Տիրոջ կարողությունով և Աստծո սպառազինությունը հագնենք, որ հոգևոր զենքեր են, մեր պատերազմը մարմնի հետ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այսինքն հոգևոր աշխարհի համար, և այստեղ բացատրում է։ Ասում է Աստծո սպառազինությունը առեք, որ կարող լինեք հակառակ կենալ չարության օրում և ամենը կատարելով հաստատ կանգնել։
Արդ հաստատ կանգնեցեք ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորված, այսինքն ճշմարտությունը պետք է մեր մեջքը ուղղացնի, որ մեր աչքերը ճիշտ տեսնեն։ Ճշմարտությունը Քրիստոսն է եւ արդարության զրահը հագած, այսինքն արդարությունը Աստծո օրենքը, դա պետք է լինի մեր զրահը։ Զրահաբաշխումը պաշտպանում է մեզ, մեր սիրտը զգացմունքներն են, մեր ցանկությունները։ Ձեր ոտները կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով է, այսինքն ինչպես զինվորականի համար պետք են այդ բազինկեքը, որպեսզի փշոտ ջամփեքը գնա, այդպես է մենք պետք է չվախենանք ոտից ցավից հագնենք այդ ավետարանի խաղաղության կոշիկները։ Վահանա պետք է վեր ունենք հավատքի, այսինքն պետք է հավատքով պաշտպանենք չարի նետերից։ Հենց այդ էի ասում, երբ որ մի վատ միտք գալիս է, պետք է հավատանք Աստծուն, վստահ լինենք նրան եւ այդ միտքը չընդունենք։ Իսկ հետո ասում է փրկության սաղավարտը առեք։ Փրկության սաղավարտը, եթե ճիշտ գիտեմ, դա այն է, որ դա վստահությունը եւ հույսն է Աստծո հանդեպ, սերը, այսինքն երբ որ մենք վստահում ենք Աստծուն, հիմա ասած, եւ հույսը դնում ենք նրա վրա, այսինքն փրկության սաղավարտ, որ մենք փրկված ենք եւ չարին չեն լսում ասելով, թե վայ մեր գործեցիր, всё դու ընկած ես։ Ոչ։ Ասում է արդարը մի քանի անգամ է կընկնի, բայց ելի կփրկվի։ Այսինքն փրկության սաղավարտը դա հույսն է դեպի Աստված, որը պաշտպանում է մեր մտքերը։ Եվ վերջում Աստծո սուրը, սպառազինության մեջ հոգևոր սուրը դա Աստծո խոսքն է, որով ես ասեցի ինչ միտք է ունի, Աստծո խոսքով չափում ենք, կտրում, շպրտում եւ նրա բերդերը քանդում։ Սա միակ հարձակողական զենքն է, Աստծո խոսքով պաշտպանվել են դեռ այն ժամանակ բարենորոգիչները, Մարտին Լյութերը եւ Պողոս Առաքյալը եւ Հիսուս Քրիստոսը, հենց ինքը Աստծո խոսքն է, եւ ինքն էլ է Աստծո խոսքով կռվել փարիսեցիների եւ տարբեր այլ կրոնական անդամների դեմ հոգևոր առումով, եւ վերջում ասում է աղոթքով եղեք, այսինքն միշտ մեր կապը պահենք Աստծո հետ։ Աստված գիտի մեզ ինչ է պետք, սակայն պետք է մենք էլ զրուցենք Աստծո հետ, որպեսզի սերը չլինի միակողմանի, այլ փոխադարձ, Աստված բոլորիս հետ։